Այժմ Եվրոպայում ընթանում է հիբրիդային պատերազմ։ Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենի այս հայտարարությունը, որ հնչեց Կոպենհագենում 40 երկրների ղեկավարների հավաքի ժամանակ, գալիս է ամրագրելու Եվրոպայում տիրող նոր իրողությունը։ Ռուսական ինքնաթիռների ներխուժումներ, անհայտ դրոնների թռիչքներ եւ ռազմական ակտիվության աննախադեպ աճ Արկտիկայում։ ՆԱՏՕ-ն բախվում է մարտահրավերների, որոնք ոչ միայն ստուգում են դաշինքի պաշտպանունակությունը, այլև բացահայտում են նրա ներքին տարաձայնությունները։ Կոպենհագենի գաղտնաժողովի օրակարգը թելադրված էր հենց այս սպառնալիքներով։ Դանիայի եւ Գերմանիայի վրայով անհայտ անօդաչուների թռիչքներից հետո Եվրամիության առաջնորդները քննարկում են բլոկի պաշտպանությունն ուժեղացնելու ծրագրերը։ Գերմանիայի կանցլերը ավելի վաղ հայտարարել էր, որ իր երկիրն այլևս խաղաղության մեջ չէ։ Այս ֆոնին Դանիայի վարչապետը հայտարարում է, որ Եվրոպան պետք է արագացնի վերազինումը։ Ես չեմ պնդում, որ մենք ոչինչ չենք անում, մենք շատ բան ենք անում, եւ ես հույս ունեմ, որ բոլորը կընդունեն այն փաստը, որ Ուկրաինան պաշտպանության առաջին գիծն է։ Ես պնդում եմ, որ եթե խոսում ենք Եվրոպայի լիակատար վերազինման մասին, 2025 թվականը չափազանց ուշ է։ Մենք պետք է կարողանանք լիովին պաշտպանել մեզ արդեն 2030 թվականին։ Սակայն Եվրամիության ներսում ոչ բոլորն են համաձայն այս կոշտ գծի հետ։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը մեղադրեց իր բառերով Բրյուսելի էլիտային պատերազմ հրահրելու մեջ։ Կոպենհագեն, օր երկրորդ։ Իրավիճակը լուրջ է, բացահայտ պատերազմի առաջարկներ են դրված սեղանին։ Նրանք ցանկանում են ԵՄ միջոցները հանձնել Ուկրաինային, փորձում են արագացնել Ուկրաինայի անդամակցությունը տարբեր իրավական հնարքներով։ Նրանք ցանկանում են ֆինանսավորել զենքի մատակարարումները։ Այս բոլոր առաջարկները հստակ ցույց են տալիս, որ բրյուսելցիները ցանկանում են պատերազմ սկսել։ Ես հաստատակամորեն կպաշտպանեմ Հունգարիայի դիրքորոշումը, սակայն այս գագաթնաժողովը նաև ապացուցում է, որ առաջիկա ամիսները կլինեն պատերազմի սպառնալիքի մասին։ Անվտանգային մարտահրավերները ստեղծում են ոչ միայն արտաքին, այլև ներքին լարվածություն դաշինքում։ Վերջին միջադեպը, երբ ռուսական MiG-31 կործանիչները խախտեցին Էստոնիայի օդային սահմանը, տարաձայնությունների առիթ դարձան ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտենի եւ Էստոնիայի վարչապետի միջև։ Ձայնը բարձրացրած Ռյուտեի կարծիքով ՆԱՏՕ-ի 4-րդ հոդվածի չարաշահումը նման միջադեպերի համար նվազեցնում է դրա արդյունավետությունը։ Մենք պետք է ապահովենք, որ միշտ կարողանանք պաշտպանվել եւ անհրաժեշտության դեպքում զսպել։ Այո, մենք պաշտպանական դաշինք ենք, բայց միամիտ չենք։ Ուստի մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում, կանխամտածված է դա, թե ոչ։ Եթե դա կանխամտածված չէ, ապա ակնհայտ անգրագիտություն է։ Եվ իհարկե, նույնիսկ եթե անգրագիտություն է, մենք միևնույն է պետք է պաշտպանենք մեզ։ Արկտիկայում ՆԱՏՕ-ն ցուցադրում է իր ուժը։ Գրենլանդիայի ափերի մոտ ընթացող Arctic Light 2025 զորավարժությունները ցույց են տալիս, որ սառը պատերազմից հետո քաղաքացիական դեր ստանձնած ուժերը վերադառնում են իրենց ռազմական խնդիրներին։ Սառը պատերազմի ավարտից հետո ազգային գվարդիան փոքրինչ փոխեց իր առաջադրանքները, անցնելով ավելի քաղաքացիական դերերի, սակայն հիմա, երբ ցավոք կրկին պատերազմ ունենք Եվրոպայում, մենք նորից ավելացնում ենք ռազմական առաջադրանքները եւ քաղաքացիական ենթակառուցվածքների պաշտպանությունը, ինչպես նաեւ աջակցում ենք կանոնավոր բանակին։ Դրանցից մեկը Դանիայի թագավորությունում ներառյալ այստեղ Գրենլանդիայում կարևոր ենթակառուցվածքների պաշտպանությունն է, իսկ այստեղ այս առաջնային գործողությունների բազոյում մենք իրականացնում ենք մեր օդուժի պաշտպանությունը։ Արկտիկայում այս ակտիվության պատճառներից մեկը Դոնալդ Թրամփի վերսկսած հետաքրքրությունն է Գրենլանդիայի նկատմամբ։ Նա հայտարարել է, որ ցանկանում է, որ Միացյալ Նահանգները իր վերահսկողության տակ վերցնի կղզին ազգային անվտանգության նկատառումներով, չբացառելով նաև ուժի կիրառումը։ Դանիայի հետ 1951 թվականի պայմանագրով Միացյալ Նահանգները ռազմական անձնակազմ է կազմում Պիտուֆիկի տիեզերական բազայում։ 150 զինվորականի եւ 650 մասնագետների առաքելությունը Արկտիկայում Ռուսաստանի եւ Չինաստանի սուզանավերի ու օդատիեզերական ուժերի զսպումն է։ Աննա Հարությունյան, Reopen Media։